Ջելիներ ողջույն, մեզ մոտ ժամը 9 է, մաման այսպես այն ժամը գրեթե 7:30-ից հանել է, բայց չի կարող վեր կենալ, ընկել եմ ճանապարհ ու գնում եմ Մերկադոնա, այսօր քանզի ամսի 28-ն է, 1-2 բան եմ օրը մնացել, մեզ էլ 1-2 ինչ-որ պակաս բաներ եմ պետք որ քանզի մոտ է աշխատում ասացի կգաս իմ ետևից, ասեց կգամ, ինչ տարբերակ ունեմ, հիմա գնամ Մերկադոնա, գնումներս անեմ, ընկերուհուս նվերներն էլ 1-2 փոքրիկ բան ենք պայմանավորվել վերցնել, որտեղ շատ այսպես ծախսեր չենք ուզում բանել, ոչ ոք էլ այսպես գնումների հուսամ կարողանամ նկարել դուք էլ տեսնեք, հետո ընթացքում նույնպես կմիանանք սիրելիներս։ Ես գիտեմ առաջվա երիտասարդ օրգանիզմ ունեմ, հա, բայց ինձ ցուրտ է։ Ուй, հիմա կպատկերացնեք, ասեք ելեն ջան, ախր Իսպանիայում ես ինչի մասին է խոսքը, ինձ ցուրտ, բայց այստեղ ավելի ցուրտ է, քան թե երևի Հայաստան։ Գնումները կատարեցի, տուն եկա, ուղղակի չկարողացա ոչ մի բան նկարել, որովհետև հարմար չէր։ Ցուցակը մոռացել էի բերել, հեռախոսի մեջ էր հարմար չէ եւ գրեի, եւ նայեի, եւ գնում կատարեի։ Այդպես գնանք տուն, ձեզ հետ կկիսվեմ գնումներով։ Արագ ցույց տան գնումները, սա զուտ ամանորյային գնումներն են, որոնք որ պետք է լինելու, անհրաժեշտ էր պակասում էր։ Դե հավկիթը բնականաբար այսպես թե այնպես միշտ պետք է լինում, գիտնը վերցրել։ Մեր փիսիկի կերերից է, այստեղ տորտիա լավաշն է վերցնում, երեխաները սիրում են վիչինայով պանրով այդպես նախաճաշ կամ նախուտես, երկու տեսակ չեդր պանիրն եմ վերցրել, այսպիսի սա մաման է սիրում, իր համար ենք վերցրել, այսպիսի երկու տեսակ ապուխներ են վերցրել, հավի է երկուսն է, պանիր, էլի երկու տեսակի, այստեղ նույնպես չորիսոն է, սա երեխաներն են սիրում, այստեղ լոմոն է պավոյի, հնկահավի, երկու տուփ նփյերշիկ, սա երեխաներին, էքստրա է, հա, շաքարավազ, ալյուր, ութերն են այստեղ, հետո գազային ըմպելիքները, հետո Արթուրը կվերցնի, որովհետև արդեն տեղ չկա, լավ է որ եկավ իմ ետևից, նարնջի հյութ, երկու տոպ խնձորի հյութ, սա էլ է մեր փիսիկի համար նախատեսված, այս խաղողները 12 հատ է մեջը, զանգերը ղողանջելու ընթացքում կարող եք երազանք պահել, ու այդ 12 վայրկյանների ընթացքում ուտելով ինչ-որ բան եք մտածում, երազում ու ուտում, որպեսզի հասցնեք 12-ը վերջանա հենց ուղիղ 12-ի վրա, երբ որ զանգը տալիս է, ստացում է ժամը 12-ը, հա, այսպես, թթվասերն եմ վերցրել մայրաքաղաքային աղցանի համար, հավով աղցանի համար, վանիլինն էլ վերջացել, երկու տուփ կեֆիր է, բայց ես իրեն մածուն եմ ասում, թխված քաբլիդ երեխաներին, այնտեղ ըմպելի յոգուրտ երեխաներին, այստեղ պասուստորմայի համար վերցրել եմ լոբի, ոսպ, բրինգս, երկու տուփ մանրեցված ընկույզը վերցրել եմ փախլավայի համար, նարնջի հյութ, խտացրած կաթ, երկու տուփ կաթ, սուրճ, ահա, այստեղ Արտուրն ասում այլեն, այսքան կարակն ինչ է կանում, ասում մաման այսօր գործեր ունի կարակի հետ կապված, շերտավոր խմորի համար, բնականաբար պետք էր գալու, այստեղ Էրիկի համար ձողիկներն ենք վերցրել, այս երեխան գոնե սա է ուտում, այս այլ միսն է, դեռ չգիտեմ հիմա կհամեմենք աղաջրով թե հետո, բայց այս պարագայում դեռ թող մնա այստեղ, ոչ մի բան չի լինի, եղանակը սառն է, մինչ այս ամենը կդնեմ իր տեղերում, մաման սպասում է, որ խմորը հուսամ այսօր կհամաձայնվի ու մեզ հետ կնկարվի սիրելիներս։ Ամեն մեկս ինչ-որ բան ենք անում, մաման այնտեղ շերտավոր խմորն է պատրաստում, ես այստեղ միսը աղաջուրը պատրաստում, որպեսզի դնենք մեջը, դրել եմ 10-12 բուջեղ սխտոր, 1 գլուխ սող, դափնուտեր է մի քանի հատ, 1 ճաշի գթալ սև պղպեղ, 300 գրամ աղ, հիմա ավելացնեմ մոտ 4 լիտր ջուր, ջուրը արդեն կախված է մսի մեծությունից, որպեսզի ծածկի իրեն, հա,
Հիմա խառնեմ, որպեսզի աղը լուծվի, դնեմ միսը, վրան ավելացնեմ ջուրը, ինչքան ծածկեց, այդքանը բավական է, հոգ չէ, որ հանկարծ աղի ստացվի։ Սիրելիներս, այստեղ այսպեսի գործի եմ անցել, նորից սկսել է անձրևները, ամբողջությամբ այստեղ պատը պոկվել է, ու բորբոսի հետևանքով տեսեք ինչ է կատարվում, անգամ պատի ներսում է այս ամեն ինչը, այստեղ, որտեղ որ, բա հիմա մի հատ այս հատվածը որ տեսնեք, ուղղակի ահավոր է, նորից սկսեցի, չի պլանավորել, բայց արդեն շատ է, այսօր որ ավելի շատ է դուրս եկել, կողնու հետևի հատվածը տեսեք սիրելիներս, ուսամ ենք շնչում ես, վերջ, ինչքանով որ հնարավոր է, տեսեք տարբերություններ, առաջ և հետո, մաքրեցի, գլխային հատվածը փոխեցի այն կողմ, այստեղ վերևի հարկը չեմ հասկանում ինչու է, այսինքն ընդհանրապես չեմ հասկանում, այստեղ վերևում հարևանների տունն է, թե վերևն ինչու է բորբոստում, արդեն իսկապես չեմ հասկանում, սա դեռ միտեղ հասկանալի է, որտեղ դրսի պատ է, բարակ է, չգիտեմ, այստեղ էլ ամենը արդեն մաքուր է, այստեղ էլ արդեն մաքրեցի, այստեղ նույնպես ամենասարսափելին այս մահճակալի գլխամասներ, հա Կրիստին ջան, ասացի չեմ միսը համեմեցի դրեցի աղաջուր, բայց փոքր էր տարան, հետո հիշեցինք, որ անցած տարի մենք պլաստմասա տարայի մեջ ենք դրել ու այդ տարան այս անգամ արդեն դեն են գցել, ինչ է ստացվում, որ գնում եմ մոտակա տնտեսական խանութը, պլաստմասե տարա գնեմ, որպեսզի դնեմ մեջը, մեզ մոտ էլ քամի, անձրև, ոչ թե խոստացել, այլ ասել են, նախընտրելի է տանից խելագարս դուրս եմ եկել, որովհետև այսպես միսը կփչանա դրսում, հա, սառնյան չեմ կարող դնել, որովհետև մեծ է, մի խոսքով սիրելիներս գնում եմ տարայի ետևից, հետո գամ մի փոքր ինձանով կզբաղվեմ, ժամը արդեն 6-ն է լինում, 9-ին պետք է լինենք ռեստորանում, կանգնել այսպես մտածում եմ, դուք էլ ինձ խորհուրդ տվեք, որն արժե վերցնել այս կապույտ գույնի սպասքը, այսպես, տեսեք, թե նույնի մոխրագույնը, ինչ կասեք, միայն անկեղծ, որովհետև չգիտեմ, որ տարբերակը, մտածում թողնեմ այսպես վիդեո տարբերակով մաման էլ կտեսնի, կառաջարկի, կասի սա երևի ավելի հարմար է, որովհետև այսպես ես, եթե անկեղծ, կապույտն եմ ցանկանում, բայց, մի տեսակ տարակուսում եմ, մեկ էլ սա մտածեցի, բայց սա ընդամենը այս 3 տեսակն ունի, սա չեմ ուզում, ու չեմ ուզում որպես ափսեներ, ես ուզում եմ սնունդը ձևավորելու համար, հա, աղցանի համար կլինի, նրբաբլիթների համար կլինի, տոլման մեջը դնելու համար, բայց որպես այդպիսին, չգիտեմ, հիմա դուք որ տեսնեք վլոգը, ինձ առաջարկեք հասկանամ, կապույտը, թե մոխրագույնը, եթե անկեղծ չգիտեմ, բաժակներն էլ են շատ սիրուն, այսա, չգիտեմ, գնամ տեսնեմ, ի վերջո ինչ եմ ընտրելու, հիմա է ուզում գնեի, բայց քանզի դեռ երկմտում եմ, դուք ինձ կասեք, որը վերցնեմ, այդ ընթացքում մամայի հետ էլ կխորհրդակցեմ, հետո նոր կգնենք, փոքրիկ, շատ փոքրիկ աղի համար նախատեսված գդալ եմ ուզում գնել, տեսնեմ կգտնեմ, շատ փոքրիկ եմ ուզում, կարծես թե մեկը սա է,
Մյուսն էլ սա մի տեսակ հասարակ է, մյուսն էլ սա է։ Բան եմ ուզում հարցնել, հատակը մաքրող այս փայտերից գոհ եք թե ոչ, ինչ կառաջարկեք, արժե սա գնել, միշտ տեսել եմ հոլովակներում, կարծես թե մի տեսակ լավն է, բայց դուք ինչ խորհուրդ կտաք, արժե սա գնել թե ոչ։ Եթե դուք օգտագործում եք ու գոհ եք կամ դժգոհ եք, գրեք տեսնեմ, լավ։ Մամա դժվարն անցանք սիրելիներս։ Անսպասելի հայտնվեցինք Լերոյում, Արտուրն ասաց արի գնանք այստեղ կահույքը նայենք։ Միջանկյալ այսպես կոշիկների համար նախատեսված պահարան, ճիշտ ասած սա հետաքրքիր է դիզայնով, բայց այստեղից փոշին շատ հեշտ կարող է անցնել ներս։ Իսկ սա ինձ ավելի դուր եկա, որովհետև կարծում ավելի տարողունակ է։ Մեկ դարակ, երկուսը, ուй, երեքը։ Կարծում եմ, որ ձևն էլ է հետաքրքիր։ Արժեքը 120 եվրո։ Եմ ասում, մինչև ինչ-որ բան գտնենք, այս ինչ դժվար է տեղափոխությունը ու դրան գումարած, երբ որ սենյակները փոքր են, պետք է ընտրողություն կատարես ու այդ ընտրությունն էլ ընդհանրապես ոչ մի չափերն իրար հետ չի համապատասխանում։ Մամա կարկուտ ոյ աստված։ Բայց էսի Արտուր մի հատ արի էլի, այս չափերով կլինի, եսի նկատի ունեի լվացարանը վերևը մեջը։ Ոնց, բայց ի տեղա, ինչքան տեղա առաջա գալու Արտուր, ես սենցի նկատի ունեմ։ Ինչ տարբերություն, կախված թե Դե տակ Արտուր, սենց մի հատ երկար չեն կարա, տեղ չի անի։ Վամպերի ասացին։ Բայց ես ես գույնի մեջ եմ ուզում, սենց, սպիտակ չեմ ուզում։ Սիրելիներս լսում եք ձայնը, կարկուտ է կամ անդրև, չգիտեմ, խանութում ենք ու սկսել է։ Մի հատ ես այսպես ֆիքսեմ, որ հասկանամ, որից վերցնենք, չգիտեմ, իսկապես մոլորվել եմ, ամեն անգամ գալիս ենք խանութ ու այսպես ոչ մի բան չընտրելով գնում ենք տուն։ Ես այս տարբերակն եմ ավելի շատ նախընտրում ու այս գույնի մեջ ենք։ Պատրաստվել արդեն այսպես արագ մի րոպեում դիմահարդարում արեցի ու դուրս ենք եկել ենք 4 ընկերներով եկել ենք 4 ընկերներով ճաշելու, որպես Ամազոնին նվիրված ընթրիկ Քրիստինա շատ լավ եղա, որովհետև ինքն էր ցանկանում գալ, բայց դե ընկերներից երեխաներն չեն եկել, որտեղ որոշել են գալ 4-ով, մեկ ժամ ճաշել, զրուցել, նվերները մեկը մյուսին փոխանցել ու գնալ տուն։ Ես կապույտի մեջ եմ, մյուս ընկերից կանաչի մեջ եմ, մյուսը կարմիրի, հաջորդը հիմա սպասում եք որ գա, վարդագույնի, այսպեսի գեղեցիկ վայրում ենք։ Me he hecho ondas. Sí. Y luego me he hecho una coleta y he empezado a remeter y a meter horquilla. A meter y a meter horquilla.
կանդրև եմ։ Հետո պատմությունը կպատմեմ, թե ինչ է եղել, այսպես ինձ համար O sea que կիսավախվորած ahora, si no դարձը։ tuviéramos que ir, tampoco podemos. Tira para atrás que ande para adelante, como decimos aquí en Andalucía. No gotea, no gotea. Vamos, dile, estoy genial, mamá. Espérate, dame tú la foto, que si no yo no me... Qué ojo. Ojo de gata, que tiene esta mujer. Sí, aquí sí. No te escuchas. Sale Romy con pistacho. Sí, el colado Sí. por dentro con pistacho. Ay, no me hizo una pasta para vosotros. Venga. Este está de muerte. Delicioso. Somos locas. No se le va a gustar, chicas, ¿o no? Seguro, seguro. Uy. Ay, 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 ay. Has puesto has comprado todo lo mismo. Oh. No sé, el olor. Mira. Qué guay, qué guay. Una colonita. Hostia, los vídeos de chulo. ¿Está bien? ¿Le vais a hacer? Ay, unas pallitas, qué guay. Chocolate. Digo, sí, para. Venga, ahora, para vosotras. Un momento. Venga, dale, dale, dale. Abrid, que estoy grabando. Cuidado que no... Me encanta. Dice que ya hay que salir. Yo creo que sí. Ay, qué bonito. Lo mismo, igual. Ay, ¿Ya? ¿Sí? ¡Uy! ¡Ay, una velita! ay, madrecita, esto para Navidad. Hola. La Paquita la envoltita. Perro. ¡Ay, Ay, no. qué hombre. ¡Hombre, ¿esto qué es? Yo estoy grabando. Ay, 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 las cremitas que a mí me gustan. Hola. Súbelo para... y haces así. Eso es. Ay, tía, pues me encanta porque este contorno yo lo uso y va súper bien. Va súper bien. ¡Ah! Gracias. ¡Qué guay! ¿A qué mola esto, tío? Porque es como sabemos que cada uno vamos a traer algo diferente. Eso le abro más. ¿Cuál ha sido lo que me ha faltado a mí? Ah, el tanga. Que es que lo tenía, pero no tenía. Cogí 5 y venía en un par de 2 iguales. El de ella es diferente porque es raro y la china pues me lo quitó. Y ahora el papel este donde lo echamos. Bueno, mira. Fue mi infusión para esta noche. Hola. ¿Esto qué es, amiga? Un perfume. ¡Ay, qué guay! Todo. Hola. Vaso. Yo voy a. ¡Ay, para mis bolsas! ¡Qué guay! Ah, para ojos. ¡Ay! ¿Qué parece? Gracias. Sí, sí, ¡Qué sí. guay! Súper chicas. Gracias por todo. Igualmente. Muchas gracias por todo. Y ahora, bueno, ahora ponemos todo encima de la mesa, ¿no? ¿O qué? Pero si... Le he hecho vídeo a todo lo que había. Sí, Ah, ya, vale, pues ya. entonces ya está, porque si no vamos a liar un revuelo que no vean. Bueno, vamos a tomar con un montón de regalos.